Կանանց ներգրավվածությունը ոստիկանությունում շարունակում է մնալ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեփոխումների առանցքային ուղղություններից։ Այդ համատեքստում նոյեմբերի 11-ին համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների կին ծառայողների հետ։ Ներկային նաև վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Կարեն Հակոբյանն ընդգծելով համակարգում ներառականության սկզբունքի պահպանումը կարևորել է կին ծառայողների դերը հատկապես համայնքային ոստիկանությունում։ Նա բարձր է գնահատել հանցավորության դեմ պայքարում կին ծառայողների մասնագիտական կարողությունները տարբեր իրավիճակներում արագ արձագանքելու արդյունավետ ու պատասխանատու մոտեցումը։ Ոստիկանության պետի տեղակալը շեշտել է, որ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակելու է լավարկել համակարգը, խթանելով կին կադրերով այն համալրելու գործընթացը։ Կարեն Հակոբյանն ընդգծել է, որ ոստիկանության ծառայողների շարքերում կանանց ներգրավվածությունը ոստիկանի նկատմամբ հանրային ընկալման վրա դրական ազդեցություն ունի։ Խորհրդակցության ընթացքում բարձրացվել են նաև մի շարք խնդիրներ, նշվել են բացթողումներն ու թերացումները։ Ծառայության տարբեր ուղղություններով տրվել են կոնկրետ հանձնարարականներ, նպատակ ունենալով բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու ծառայողական կարգապահությունը։ Սրանք պարզապես գործնական վարժություններ չեն, յուրաքանչյուր սցենարային իրավիճակ վերցված է ծառայության իրական դեպքերից, որոնց ապագա պարեկները պետք է կարողանան ճիշտ արձագանքել։ Ուսուցման տեսական փուլը հաղթահարած 110 սովորող հոկտեմբերի 27-ից անցնում է մասնագիտական պրակտիկա, գիտելիքները վերածելով գործնական հմտությունների։ Մասնագիտական պրակտիկան ներկայացված է երկու ձևաչափով, մի դեպքում նրանք պրակտիկան անցնում են պարեկային ծառայությունում, ներգրաված լինելով արտաքին ծառայությանը, իսկ մյուս դեպքում պրակտիկան կազմակերպվում է կրթահամալիրում։ Բարձր ռիսկային մեքենաներ կանգնեցնելուց մինչև ընտանեկան բռնության դեպքերին արձագանքում, ինքնասպանության կանխում։ Ապագա պարեկները զարգացնում են մասնագիտական հմտությունները, պատրաստ լինելով իրավիճակների հնարավոր զարգացման։ Ես խնդիրներ ունեմ, ես էլ չեմ կարող սենց ապրել։ Իմ գործընկերոջ հետ բանակցելով ինքնասպանության փորձ կատարողի հետ, համոզելով եւ համապատասխան գործողություններ իրականացնելով իրեն հետ մղեցինք այդ քայլից եւ փրկեցինք նրա կյանքը։ Սցենարային իրավիճակները հնարավորինս մոտարկված է իրական դեպքերին, որոնք որ պատահում են դրսում, ամեն օր պարեկային ծառայողները արձագանքում են այդ դեպքերին։ Այս իրավիճակները մեզ շատ գիտելիքներ են տալիս եւ իրադրությունը թելադրում է կողմնորոշվել եւ հասկանալ տվյալ իրավիճակում կոնկրետ ինչ գործողություններ պետք է իրականացնել, անձանց հետ շփվելու հմտություններ, որովհետեւ տարբեր իրավիճակներում դեպքերը տարբեր են, մարդիկ տարբեր են, խառնվածքները տարբեր են։ Ձեռբերված գիտելիքները վերածվում են փորձառության, երբ սովորողները միանում են պարեկային կարգախմբերին, ներգրավելով շուրջօրյա ծառայությանը։ Այսպիսի յուրաքանչյուր հերթափոխ ապագա պարեկի համար հնարավորություն է գործելու իրական միջավայրում զգալու ծառայության ռիթմն ու պատասխանատվությունը։ Առաջին օրը ճիշտն ասած մի քիչ լարված էի, բայց իմ ավակները փորձեցին այնպիսի միջավայր ստեղծեն, որ միանգամից բացվեցի, ներգրավվեցի, չեմ ասի հեշտ է, բայց պատրաստ էի սրան։ Մեր պրակտիկան շատ լավ ու հետաքրքիր է անցնում, որովհետև մենք ծանոթանում ենք մեր ծառայության առանձնահատկություններին։ Պրակտիկան մեզ տալիս է տեսնելու, գործելու հնարավորություն, ավելի ամրապնդելու մեր գիտելիքները։ Գործող պարեկներն իրենց փորձն են փոխանցում սովորողներին, ուղղորդելով նրանց յուրաքանչյուր գործողության ընթացքում։ Սկսած խաչմերուկների կարգավորումից, վթարների ձևակերպումից, քաղաքացիներին օգնելու, արձագանքելու, սպասարկելու հետ կապված բոլոր միջոցառումների ներգրավում ենք անմիջականորեն ցույց ենք տալիս մեր գործողությունները, հերթականությունները բացատրելով, եթե հարցեր ունի, հարցերին անպայման պատասխանելով, որպեսզի հետագայում իրենց արդեն ծառայության գործընթացում հնարավորինս հեշտ լինի շուտ յուրացնեն ու հնարավորինս արագ ինտեգրվեն ծառայությանը։ Մասնագիտական պրակտիկային կհաջորդի ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը, որը հաջողությամբ հաղթահարածները կհամալրեն պարեկային ծառայության շարքերը։ Երբ ամեն բաց ողոր մարտահրավեր է, իսկ յուրաքանչյուր հաջողված գործողություն փրկված կյանք, սխալվելու իրավունք չկա։ Այդ սկզբունքով են գործում Երևանի թիվ 8 շեջ փրկարարական ջոկատի ծառայողները։ Նրանք իրենց նվիրումով ու պատրաստվածությամբ 2024 թվականին կատարած աշխատանքի ամփոփման արդյունքներով ճանաչվել են լավագույնը։ Տարվա ամփոփ արդյունքներն արձանագրում են եւս մեկ կարևոր փաստ։ Նույն ջոկատի կազմում է նաեւ տարվա լավագույն հրշեջ փրկարարական խումբը։ Ջոկատն առանձնանում է ոչ միայն պատրաստվածության բարձր մակարդակով, այլև
թիմային համախմբվածությամբ։ Յուրաքանչյուր ծառայող գիտի, որ իր որոշումը կարող է վճռորոշ լինել մեկ ուրիշի կյանքի ու առողջության համար։ Այդ գիտակցումով էլ կառուցվում է նրանց ամենօրյա աշխատանքը, վարժանքներից մինչև իրական կանչեր։ Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Նորայր Հարությունյանի խոսքով ծառայողները բազմիցս հայտնվել են ամենաբարդ իրավիճակներում։ Նրանց հաջողության գաղտնիքը ոչ միայն տեխնիկական պատրաստվածությունն է, այլև թիմային հոգեբանությունը։ Այստեղ յուրաքանչյուրը վստահ է մյուսի վրա։ Այդ փոխվստահությունն էլ ջոկատը դարձնում է անսխալ գործող համակարգ ցանկացած իրավիճակում։ Ջոկատը ղեկավարում է մոտ 2 տարի է։ Փրկարարները ֆիզիկապես պատրաստված են, տեսական ունեն բարձր գիտելիքներ եւ գործնականում հմուտ են, երկար տարիների աշխատանքային փորձ ունեն։ Դե իսկ լավագույն հրշեջ փրկարարական 4-րդ խումբն իր պրոֆեսիոնալիզմով առանձնանում է մյուսներից։ Ծառայողների պատրաստվածությունն ու փոխհարաբերությունները հնարավորություն են տալիս ապահովել արդյունավետության բարձր մակարդակ նույնիսկ ամենաստրեսային իրավիճակներում։ Բարդ դեպքերի մասին հիշում է խմբի հրամանատարը։ Խոշորներից Դոմուսի հրդեհը, Միասնիկյան պողոտայի վրա ավտոբուսի ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքը 18 հոգի փրկել ենք, դեպքը շատ ա եղել, ուղղակի այդպես չենք կենտրոնանում ինչ որ մեծ կլինի, փոքր կլինի, ցանկացած կանչին սպասարկում ենք նույն ձևի, նույն արագությամբ, նույն նվիրվածությամբ։ Հերթական կանչը գրանցվեց հենց մեր նկարահանման ժամանակ։ Սննդի կետերից մեկում հրդեհ էր բռնկվել։ Բարդությունից ելնելով տրվել էր բիս 1 կանչ։ Րոպեներ անց ջոկատը հրամանատարի գլխավորությամբ ի թիվս այլ ջոկատների հրդեհի վայրում էր։ Տեղում հայտարարվեց հրդեհի բարդության թիվ 3 կանչ։ Յուրաքանչյուր քայլ հաշվարկված էր ու թիմային վստահության վրա հիմնված։ Հրդեհի բարդությունը պահանջում էր սառը դատողություն, թիմային համագործակցություն եւ արագ կողմնորոշվելու անհրաժեշտություն։ Հրշեջ փրկարարները գիտեին, որ յուրաքանչյուր վայրկյան կարող է վճռորոշ լինել, եւ հենց այդ գիտակցումով էլ աշխատում էին։ Ջոկատը միայն կրակի դեմ պայքարող ուժ չէր, այլ մի ամբողջ համակարգ, որը միավորված էր մեկ նպատակի շուրջ՝ փրկել կյանքեր եւ կանխել նյութական վնասներ։ Շուտով հաջողվեց մեկուսացնել կրակը, խուսափելով անցանկալի հետևանքներից։ Դեպքի վայր հասնելուն պես նկատել ենք, որ տանիքում կրակի օջախներ կան, բարձրանալով վերև կատարել ենք մարտական բացազատում, տանիքի քանդման, բացման աշխատանքներ եւ միաժամանակ հրդեհաշիժման աշխատանքներ։ Թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը եւ 4-րդ խումբը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ արժանի են լավագույնի կոչմանը։ Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի Team 16-11-25 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Team ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։ Հոկտեմբերի 6-ից նախագործարկվում է քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգը։ Դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել եւ ներկայացնել Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն այցելության օր ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես ԵՍՄ ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ եւ էլեկտրոնային թվային ստորագրություն։ Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության, խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ գցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։
Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։